Ապաշխարությունը վերադարձ է դեպի դրախտային կյանք։ Ապաշխարությունը վերանորոգություն է։ Դրախտում որևէ ապաշխարության կարիք չկար։ Ապաշխարությունը մեղքից հետո եղավ։ Երբ որ Ադամը դրախտից վտարվեց, ընկավ երկիր, մնացյալ ամբողջ կյանքը Ադամի դարձավ ապաշխարություն։ Ապաշխարություն, այսինքն վերադարձ դեպի դրախտ։ Մենք էլ Ադամի սերունդն ենք, մեր ամբողջ կյանքն էլ պետք է լինի ապաշխարություն։ Ադամը առաջինը ինչ արեց։ Զղջաց։ Ավանդությունն ասում է, երբ որ Ադամը մեղք գործեց, 5 օր ասում է անսվաղ ապրեց, այսինքն 5 օր չկերավ, չխմեց, արտասում էր, աղոթում էր եւ առաջավորած պահքը ասում են, որ սա Ադամի պահքն է։ 5 օր արտասուքից, աղոթքից հետո հրեշտակը երևաց նրան եւ ասաց, երբ որ անձինը ծնանի եւ անմեռը մեռանի, քեզ փրկություն կլինի։ Անձինը մեր Տերն է Հիսուս Քրիստոս, անմեռը մեր Տերն է Հիսուս Քրիստոս։ Անձինը ծնվեց, անմեռը մեռավ եւ հարություն առավ ու մեզ կյանք պարգևեց։ Այսինքն Ադամի ապաշխարությունը սկսվեց զղջումից։ Մեր ապաշխարությունն էլ պետք է սկսի զղջումից։ Արտասուքով։ Ադամը սովորեցրեց իր զավակներին ապաշխարության կերպը, օրինակ հենց Աբելին ու Կայենին ասեց պիտի զոհմատուցեք։ Ով գիտեր, Աբելն ու Կայենը որտեղից գիտեին, որ պետք է զոհմատուցեն։ Ադամից են սովորել։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, Ադամը երբեք չհամարձակվեց Աստծուն զոհմատուցել, ասում է իր առաջին մեղավոր լինելու պատճառով, առաջին մարդկության մեղքը Ադամի վրա է, չէ՞, չհամարձակվեց Աստծուն զոհմատուցել։ Այսինքն քաջություն չգտավ, իրեն շատ մեղավոր էր համարում, ասեց ավելի լավ է իմ անմեղ զավակները զոհմատուցեն Աստծուն, քան թե ես մեղավորս։ Տեսեք ինչ մեջ խոնարհություն։ Եվ բնականաբար ամբողջ մնացյալ կյանքը ապաշխարություն էր 930 տարի երկրի վրա, 6000 տարի դժոխքում։ Մենք էլ առաջնահերթ պետք է զղջանք։ Ինչ է ենթադրում զղջումը։ Զղջումը ենթադրում է ամբողջական գիտակցում մեղքի, հրաժարում մեղքից։ Եթե մարդը չի հրաժարվում մեղքի, ուրեմն զղջումը կատարյալ չէ։ Երբ է մարդը հրաժարվում մեղքից, երբ որ ատում է մեղք, երբ որ զզվում է մեղքից, երբ որ վերահատում է իր միջից հանում է այդ մեղքը։ Պատկերացրեք, մեր մեջ քաղցկեղ կա, եւ մենք համակերպվում ենք այդ քաղցկեղի հետ ու ապրում ենք։ Ասում ենք, դե ինչ անենք հիմա քաղցկեղը, չէ, քաղցկեղը եթե կա, ուրեմն քեզ մահվան է տանելու, այդպես է, եթե դու մեղքը ծանր մեղք ես գործում, ուրեմն այդ մեղքը քեզ մահվան է տանելու։ Դու չպիտի համակերպվես մեղքի հետ։ Պետք է վիրահատես, հանես մեղքի միջից։ Վիրահատել նշանակում է խորապես զղջալ, արտասուքներով դուրս հանել մեղքը, ատել մեղքը, չսիրել մեղքը, որտեվ եթե մարդը մի կողմից սիրում է մեղքը, մի կողմից ատում է մեղքը, զզվում է մեղքից, բայց մեղքից չի հրաժարվում, երբեմն հաճելի, երբեմն այնքան մեղքի պատիժները կրում է, բայց չի հրաժարվում մեղքից։ Այսա շատ վտանգավոր ճանապարհ է։ Սուրբ Գիրքն ասում է, վայ այն մեղավորին, որ կկանգնի երկու ճանապարհների վրա։ Որոնք այդ երկու ճանապարհները արդարության եւ մեղքի ճանապարհն են, կամ պիտի ընտրենք արդարության ճանապարհին ենք կանգնում։ Պետք է ամբողջովին հրաժարվենք մեղքից։ Մեր Տերն Ավետարանում ինչ ասում է, նա ով ձեռքը դնում է մաչին եւ հետ է նայում, արժանի չի արքայության։ Մաչը ո՞րն է։ Մաչը արորն է, որ եզներով լուծ են անում, չէ՞, պատկերացնում ես, եզները կապել ես, պիտի հերքես հողը, մեկ էլ հետ նայես։ Ամբողջ աշխատանքը ջուրը կընկնի, չես կարող անել։ Ով որ
կանգնել է դեպի երկայնքի արքայության ճանապարհին, հետ չպետք է նայի։ Ով որ մեղքից հրաժարվել է, պետք է չվերադառնա դեպի մեղք։ Իհարկե ծանր մեղքերի մասին է։ Առաջնահերթ զղջում։ Երբ որ դու զղջացիր, հրաժարվեցիր, ամբողջովին հանեցիր քո միջից մեղքը, ապաշխարության տան հիմքը գցեցիր։ Մյուսը արդեն խոստովանությունն է, հա։ Այդ բեռը հանել ես վրա տա, հանել ես քաղցկեղը, բայց հիմա պետք է տանես մի հատ բժշկի մոտ, չէ՞։ Բժշկի մոտ պետք է տանես, բժիշկը պետք է որոշի, տեսնի ես ինչ քաղցկեղ է, ինչ լուծում, ինչ բուժում տա քո հիվանդությանը։ Այսինքն պետք է գնաս խոստովանության։ Գնում ես բժշկի մոտ, խոստովանում ես քո մեղքեր, հոգևորականի մոտ խոստովանում ես եւ ինքն էլ փարատում է քո ցավը, հիվանդությունը, ապաշխարությունը, վերքի փարատում է, ցավի հիվանդության ամոքում է, որտեղ ապաշխարություն կարծես վիրակապ լինի, չէ՞։ Ենթադրենք վիրահատեցիր, հանեցիր, հիմա բաց վերքդ խո չես թողնելու։ Պետք է վիրակապես, պետք է խնամք տանես, պետք է փակես այդ վերքը, որ անցնի, որ վերանա հիվանդությունը։ Այդպես էլ ապաշխարությունը գործով հիմնականում պահք, աղոթք եւ ողորմություն։ 3 մասից է բաղկացած գործով ապաշխարությունը, որ որոշակի մեղքերի դեմ պետք է պահեցողությամբ, ծոմով պայքարած, որոշակի մեղքերի դեմ պետք է ողորմությամբ, աղքատներին, եկեղեցուն նվեր տալով, եւ որոշակի մեղքերի դեմ պետք է պայքարես պահք աղոթքով եւ ողորմությամբ։ 3 տեսակ է լինում։ Ես վերջերս Ղևտացված գիրքն եմ կարդում, 10-րդի մասին է հետաքրքիր խոսքի ասում է։ 10-րդդ առանձնացրու, դու քո 10-րդդ առանձնացրու եւ պահիր, ասում է, որպեսզի քո երկիրը եկած պանդուխտին, աղքատին, քահանային 10 քո բաժինը, որպեսզի 10% 10, 90 օշնորի, հետաքրքիր բան է ասում։ Եվ այսինքն 10-րդը առանձնացում է հենց այդ մեղքերի թողության համար։ Աղքատին ողորմություն ես տալիս, որպեսզի մեղքերի թողություն գտնես։ Եվ այսպես ապաշխարություն ամբողջանում է, երբ որ դու խորապես զղջում ես, արտասուքներով ապաշխարում ես եւ ամենակարևոր հրաժարվում ես մեղքից, հետ չես դառնում դեպի մեղավոր կյանք, 2 ճանապարհների վրա չես քայլում, այնուհետև խոստովանում ես, առանց հետաձգելու, առանց կաշկանդվելու, առանց ամաչելու, գնում ես եւ խոստովանում ես մեղքերդ եւ ամոքում ես ստանում, բուժում ես ստանում, ապաշխարում ես քո գործածների համար, արդեն նորոգվում ես եւ այս նորոգության ընթացքը ամբողջ կյանքի ընթացք է։ Մեկ օրվա չէ ապաշխարություն, մենք ամբողջ կյանքում մեղք ենք գործում, ամբողջ կյանքում պետք է ապաշխարենք։ Իհարկե բժշկության որոշակի շրջաններ կան, որ ավելի լրջորեն պետք է լինեն, մեծ պահք։ Մեծ պահքը ամբողջ տարվա գործած մեղքերի համար ապաշխարություն է։ Մեծ պահքը մենք լրջորեն պետք է պահենք, աղոթքով ապաշխարենք։ Եվ ընդհանրապես մեր ամբողջ տարվա ընթացքում կան օրապահքեր, շաբաթապահքեր, որոնք պետք է փորձենք ուշի ուշով հետևել պահել, որտեղ դրա միջոցով ենք մենք փրկվելու, մենք մեղք շատ ենք գործում, բայց քիչ ենք ապաշխարում։ Ինչքան մեղք են գործում, այնքան պետք է ապաշխարենք, ասում է եկեղեցու սուրբ հայրերը։ Բայց մենք շատ մեղք գործում ենք, քիչ ենք ապաշխարում։ Եվ վտանգում ենք մեր փրկությունը։ Որն ապաշխարությունը վերադարձ է դեպի դրախտ։ Ամեն։